Հարգելի լրագրողներ, հերթով։ Զարուհի Սոստանջյանը բոյկոտեց եւ ասաց, որ ՀՀԿ թիմը ապօրինի է եկել քաղաքային իշխանության ոնց էր պատրաստվում համագործակցել, երբ նիստերը միշտ դրսից են անելու են զուգահեռ ձեր։ Դա իրանց իրավունքն է, մենք շարժվելու ենք օրենքով սահմանված կարգով, Երևանի մասին օրենքով եւ մեր Երևանի ավականու կանոնադրությամբ։ Եթե միշտ դրսում են նիստերը անելու ձեր նիստերին զուգահեռ, դա չի խանգարի համագործակցությանը։ Ըստ կանոնակարգի նիստերը տեղի են ունենում Արգիշտի 1 հասցեում, նիստերը պետք է քվորումը ապահովեն եւ մենք ստեղ օրինական նիստերը հրավիրում ենք։ Թե մեր այն խմբակցությունը, որը ժողովրդի կողմից քվե է ստացել եւ պետք է գար այդ քվեի պաշտպան լիներ եւ նաեւ այդ քվեն ստացած ներկայացներ իր ծրագրերը, իր մոտեցումները Երևանի կառավարման մեջ եւ այս 5 տարիներին ինձ թվում է ավելի արդյունավետ կլինի, երբ որ նիստերին մասնակցեն եւ առաջարկություններով հանդես գան եւ իրենց տված բնակիչների քվեն էլ հարգեն։ Ասած ՀՀԿ թիմը ապօրինաբար է եկել իշխանության, քաղաքային իշխանության գլուխ։ Ու ձեր աշխատանքային ընթացքը դժոխքի վերածեց։ Ինձ թվում է դեռ իր կողմից նման հայտարարություններ մի քանի օր առաջ է եղել, մյուսն էլ, բայց տեսակ նիստը ինչ հանգիստ անցավ, նիստը օրենքին սահմանված կարգով, կանոնադրությունով անցավ, ձևավորվեց հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ եւ ամսի 12-ին երթման արարողության։ Քաղաքապետ նրա հետ կխոսեք, նրան կհորդորեք մասնակցել, նա արդեն իր աշխատասենյակում է գուցե որպես ավականու անդամ։ Հարգելիներս, մենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը վերջի 10 օրվա ընթացքում բոլոր խմբակցություններին, թե դերություններով, թե հրավերներով, որ եկեք կազմակերպչական խնդիրներ կան, ձեր խմբակցության սենյակների հատկացում, փորձագետների հրամաններ, հազար կազմակերպչական խնդիր կա, նաև առաջին նիստի հետ կապված։ Թող բարի լինեին գային, մենք պատրաստ էինք օգնելու, աջակցելու եւ նաև խորհուրդները տալու։ Ասում են, ձեզ դժվարին օրեր են սպասվում, որովհետև երկու ընդդիմադիր, խմբակցություններ են ներկայացված, եթե նախկինի համեմատ բոլորը միաձայն էին ընդունվում որոշումները, այս որոշումներն ասում են, որ անդադ քննարկման են ենթարկվելու եւ միաձայն չի ընդունվելու եւ հատկապես նրանք կանոնակարգելու են Երևանի բյուջեն, գումարները ինչի վրա են ծախսվել, ինչի համար են ծախսվել, այս ոնց է դա մեկնաբանում։ Հարգելիներս, ինձ թվում է նախորդ գումարման ժամանակ մեր հարցերը բոլորը միաձայն չեն ընդունվել։ Երբ որ վերցնեք նայեք, կտեսնեք, որ նաև թե Բարգավաճ խմբակցությունը, թե Բարև Երևան խմբակցությունը իրենց դիրքորոշումը քվեարկությամբ արտահայտել են։ Եվ մենք ընդամենը եթե կան ընդդիմությունը, ունենա լավ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել հանուն մեր Երևանի եւ հանուն մեր երևանցիների համար։ Նրանց նշանակետի տակ ելնելու է Երևանի բյուջեն, գումարները անմար չծախսելու։ Ասենք թանկարժեք նվերներ, կոնյակներ, բաժակներ։ Ես ձեզ տեղեկացնեմ, Երևան համայնքի բյուջեն ինտերնետային բաց է, թափանցիկ է, կարող են իրենք ժամանակին էլ դա մասնակցություն ունենային, դա հասարակության համար է, մեր ընտրողների համար, թե տեսնեն Երևան քաղաքում ինչ ծախսեր են իրականացվում եւ ազատ են, մենք պատրաստ ենք քննարկելու։ Ինձ թվում է այդ հարցին ես պատասխանեցի։ Պարոն Մարգարյան, Գայանե Սողոմոնյանը ինչու ազատվեց աշխատանքից։ Ինձ թվում է պետք է հարցնեք իրենից։ Իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Իսկ նոր այդքան աշխատել եք միասին, ոչ մի պատճառ չի։ Քաղաքական չէր այդ։ Ոչ, իր բացատրությունը, որ ինքը ինստիտուտում դաս է տալիս, ժամանակի խնդիր ունի եւ խնդրեց, որ ազատվի աշխատանքից։ Նշանակեցիք, որտեղ արդեն գրվել է, որ կեղծ դիտորդ է եղել, նոր։ Ես այդ կարծիքին չեմ, մեր կողմից եղել են պատասխանները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաեւ պատասխանը կա, իսկ ինչ մնում է նոր կրթության վարչության պետի հետ կապված, նոր կրթության վարչության պետը լավագույն
դպրոցի տնօրեններից է եղել եւ մենք նախընտրել ենք, որ դպրոցի տնօրեններից լինեն հանրակրթության վարչության պետ, որը մանրակրկիտ տեղյակ է դպրոցից։ Եվ համոզված եմ հրաժարվել աշխատանքից, դուք պատրաստ եք նրա հետ շարունակել հարգելիներս, եթեներով եկեք չխոսենք, հստակ։ Այսօր հրաժարվել եմ։ Բնակիչների Ում եք կանդիդատի շունչը այսօրվա հետ, որտեվ Տիկին Խոստանջյանը կարծես թե խոստացել է այսօր մեկնարկն է, հա, դուք ինչ-որ Ես Տիկին Խոստանջյանին չտեսա, որ զգայի։ Ինքը նախագահապետարան դիպեք իր հետ այսօր։ Իր հետ։ Ես չգիտեմ հիմա ինքը ուր է։ Ինքը առաջի հերթին պետք է ինքը պետք է առաջի հերթին հարգեր ավականու ինստիտուտը եւ ներկա գտնվեր։ Ես պատրաստ եմ բոլորի հետ խոսելու, բոլորի հետ հանդիպելու, եթե ցանկություն կլինի։ Նշեք, որ ինչու է միացած քաղաքապետարանի շենքում բոլոր լույսերը ցերեկվա։ Չգիտեմ, մենք ունենք համապատասխան սպասարկող, հա, էլեկտրիկ, թող իրենից հարցնի։ Ասած, որ երթմնակալության դրահության հետևել են, որ բյուջեթ մի կոպեկ չծախսվի դրա վրա։ Չլսեցի ո՞նց։ Ասած, որ հետևելու են երկուշաբթի օրը ձեր երթմանարարության ընթացքում այդ միջոցառման վրա ոչ մի կոպեկ չծախսվի Երևանի բյուջեից։ Թող հետևեն։ Կծախսվի բյուջեից որևէ կոպեկ։ Իսկ կազմակերպչական պատասխանատուները իրենց հետագայում իրենց հայտարարության մեջ դա այդ ամենը կասեն։ Այն որ դիմելու է դատարան, պետության այս փուլում որևէ անելիք նախանշել եք, որ նախկինում չեք արել։ Ինձ թվում է նախընտրական ծրագրում ես ամբողջությամբ ներկայացրել եմ եւ մեր նպատակն է, մեր թիմի նպատակն է նախընտրական ծրագիրը, որը մեր երևանցիների 70%-ից ավելիից ստացել ենք այդ հավանությունը եւ վստահության քվեն եւ բնականաբար օր ու գիշեր աշխատելու ենք, որ կարողանանք այդ նախընտրական ծրագիրը ամբողջությամբ ուրեմն այդ հարցին հենց անձամբ ձեզ բարբերաբար ես ասել եմ այդ հարցին եւ դուք պետք է ընդհանրապես համբերեք եւ սպասեք այդ գործընթացներին։ Իսկ ինչ մնում է առնետների հետ կապված, աղբանության հետ կապված ես այդքան էլ դժգոհ չեմ։ Երևան քաղաքում այսօր Սանետեկ ընկերությունը նորմալ աղբանություն է իրականացնում։ Մենք ավելի շատ բոլորս միասին պետք է կոչ անենք մեր բնակիչներին, այն աղբը, որը գցում են գետին, կեղտոտում ենք մեր մայրաքաղաքը, որը բոլորիս համար մեր մեծ տունն է, հաստատ մենք մեր բնակարանին աղբը չենք գցում գետնին։ Դրա համար ավելի շատ կխնդրեմ մեր լրագրողներին, որ միշտ այդ քարոզչությունը տանենք, մենք կարողանանք մեր թե երեխաների, թե մեր քաղաքացիներին, ովքեր Երևան քաղաքը փորձում են կեղտոտել, կոչ անենք, որ չկեղտոտեն։ Առաջին անելիքը ո՞ր է։ Ինձ թվում է իմ աշխատանքը չի դադարի, ես անելով շարունակում եմ։ Իմ համար բոլոր ոլորտները կարևոր են։ Պարոն Մարկյան, ողջ ընթացքում այդպես էլ չասեցիք ինչպես եք հարստացել, ասում եք հետևեք հրապարակմանը, բայց հրապարակմանը չեմ ասում, հետևեք, վերցրեք իմ հայտարարագիրը եւ վերցրեք։ Ինչ ունեք, բայց դրան ո՞նց եք հասել։ Դրված է։ Դրան ո՞նց եք հասել, պարոն Մարկյան։ Ֆորտուսի վաճառականները, հա, շուկայի աշխատակիցներն ասում են, որ դուք իրենցից գաղտնի եք պահել, չեք տեղեկացրել, քաղաքապետարանը չէր տեղեկացրել, որ այդ շուկան քանդվելու եւ այլն։ Մինչև տարեվերջ Հիմա իմ տեղակալը պարոն Օհանյանը բանակցում է առևտրականների հետ, ես մեր խորհրդակցության ժամանակ հայտարարել եմ, պետք է մեր առևտրականներին ստեղծենք այն հարմարավետությունը իրենց առևտուրը իրականացնեն։ Մենք դեմ ենք, երբ որ առևտուրը իրականացնողին իր օրվա հացի խնդիրներ լուծում, փորձենք միանգամից հա կամ արգելել, դրա համար բանակցում ենք այլ շուկաների հետ, որ իրենց անվճար տեղեր հատկացնեն, հարմար տեղեր հատկացնեն, որ կարողանան առևտուրը իրականացնել։ Մեկը մեկին գոնե հարգեք։ Պարոն, բայց հաշվետու եղեք, էլի երևանցիներին խնդրում եմ, ո՞նց եք հասել։ Հիմա դուք չեք հարգում իրեն։ Խոսեցիք։ Ոչ, չեմ ավարտել։ Լավ, ավարտեք ու իմ հարցին պատասխանեք, եթե։ Հարցը կպատասխանեմ, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերում է թաքուն, նման բան չկա, դեռ 1 տարի առաջ տեղեկացված են եղել, վերջի 15 օրը 20 օրը բանակցել են եւ այդ բանակցությունները շարունակվում են։ Եվ մենք շարունակելու ենք ամեն դեպքում այդ առևտրականները, նաեւ մեր Երևան
քաղաքացիներն են, մենք փորձելու ենք այն ընդհանուր հայտարարին գամ, որ մեր ոչ մի քաղաքացի դրանից նեղություն չկրի։ Իսկ ինչ մնում է Ֆիրդուս թաղամասի կառուցապատումը, մենք օր առաջ ուզում ենք այդ կառուցապատումը իրականանա։ Դուք գիտեք, վերջի 15 տարիների ընթացքում ինչքան բողոքներ կան Ֆիրդուս թաղամասի բնակիչների իրացման գոտի եւ քաղաքացիները վարձով այլ բնակարաններում են ապրում։ Դրա համար ներդնողները կան, արդեն մենք գործընթաց ենք սկսել եւ այդ գործընթացը օր առաջ ուզում ենք ավարտին հասնել եւ այդ թաղամասը գեղեցիկ կառուցապատված թաղամաս դառնա։ Դեռ դրա մասին չենք Պարոն Մարկարյան, չեք ուզում մեզ բացատրել, ոնց եք հասել այդ հարցությանը։ Չի պատասխանել, հայտարարագիրն ուսումնասիրել, մենք ուզում ենք ճանապարհն իմանանք, ինչպես հասանք։ Ամեն մեկը հարց տամ։ Կամուրջներից ինքնասպանությունների դեպքերն են շատացել ու Տայտիկի Բախշյանի հետ էի խոսում, որ ասացին, որ նախորդ ավականին նման նախաձեռնություն է եղել, որ ցանցեր դնի կամուրջների տակ ու մերժվել է, բայց իրենք պատրաստվում են նորից նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Ես բարձ ասեմ, այո, ցավալի դեպք է, որ կամուրջներից, բայց մենք պետք է չնայենք կոնկրետ հետևյալ դեպքի հետ կապված, ցավակցում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր մահացել են, մենք պետք է նայենք ինչի համար են այդ քաղաքացիները կամուրջից իրենց նել։ Եվ դրա հետ միասին մենք զուգահեռ ոստիկանությանը առաջարկել ենք այդտեղ հենակետեր տեղադրեն եւ փորձենք վերահսկել ինչքան հնարավոր։ Բայց մենք չեք ուզում պատասխանել։ Իսկ մենք առաջի հերթին պետք է խորը ուսումնասիրենք պատճառը։ Եկեք պատճառը, այսինքն եթե ցանցը դնենք, կգնան բարձրահարկ շենքի ինչ-որ բալկոնից փորձեն նման քայլ անել։ Ցանցերին դեմ չենք, պետք է ուղղակի հասկանանք ինչքանով ցանցերը մեզի օգուտ կտան, թե ուղղությունը կփոխենք ամուրջից այլ բարձր վայր։ Մենք պետք է խորապես հասկանանք պատճառները, քաղաքացին ինչի համար է գնում այդ քայլը։ Սա է, իստում է խորապես խնդիրը պետք է լուծել։ Պարոն Մարկարյան, դեռևս փետրվարին վարչապետը հայտարարել, որ Երևանում սպասվում են ավելի քան 171 միլիարդ դրամի ներդրումներ։ Ամիսներ են անցել, դուք կարող եք ասել այդ ներդրումները կան, որքան, որտեղ, ինչ կոնկրետ։ Ուրեմն հետևյալը, մենք տարբեր մեր Երևան կայքում տեղադրված են ներդրումային ծրագրերը։ Այո, կառավարության հետ միասին շատ ներդնողների հետ բանակցում ենք եւ ունենք արդեն արդյունքներ, բանակցային փուլը ավարտի, որ նոր ժամանակները կսկսեն ակտիվ աշխատանքները։ Պետք չի վրազել, համոզված եմ հենց այս տարի շատ աշխատանքներ ձեր աշխով կտեսնեք։ Կոնկրետ չեք ուզում ասել, որտեղ են պատրաստվում ներդրումներ անել, որքան, ինչ-որ խոստումներ գոնե որտեղ որ բանով են հնչել։ Խոստումներով չենք առաջնորդվում։ Ներդրողի կողմից նկատի ունեմ, ես ձեր չէ։ Հստակ այն ծրագրերը եւ բանակցային փուլն ենք ասում։ Մենք հին Երևան ծրագիրը, որը արդեն մեկնարկը մոտ ժամանակներս կլինի, Ֆիրդուսի կառուցապատումը, որը մոտ ժամանակներս կլինի եւ դրանք արդեն բանակցությունները ավարտած են։ Իսկ մնում է մյուս բանակցային փուլերը դեռ շարունակվում են, ավարտից հետո անպայման կտեղեկացնենք եւ մենք էլ օր առաջ ուզում ենք մեր Երևան քաղաքը ավելի հարմարավետ լինի, մեր Երևան քաղաքում կառուցապատումը շատանա, ներդրումները շատանան, որ կարողանանք մրցակցել այն զարգացած քաղաքների հետ։ Իսկ Մարկարյան, ինչի՞ չեք ուզում հիմնավորել, թե ինչպես ձեզ հաջողվեց հասնել այդպիսի հարստության, որն էր այդ ճանապարհը, որով գնացիք ու կարող եք որևէ մեկի համար օգտակար։ Եթե դուք դրանից հաճույք եք ստանում ամեն օր հարցնելուց, ես ձեզ ամեն օր նույն պատասխանը կտամ։ Ինչպես եք հարստացել, պարոն Մարկարյան, ճանապարհը հաշվետու եմ Երևանցիներին։ Սա Երևանցի ուզում եմ իմանալ ոնց է հարստացել։ Հարգելիս, ես հաշվետու եմ երևանցիներին իմ աշխատանքի համար եւ պարտավոր եմ հաշվետու լինելու եւ ես միշտ հաշվետվությունը տալիս եմ։ Իսկ ինչ մնում է, ինձ թվում է ես դրա համար ձեզի ասում եմ, երբ որ վերցնեք հայտարարագիրս վերցնեք եւ Չեք ուզում միջև վերջ լսեք։ Չեք ուզում միջև վերջ լսեք։ Ուրեմն երբ որ վերցնեք իմ հայտարարագիրը նայեք եւ իմ քաղաքապետ դառնալու շրջանը, կտեսնեք ինչա ավելացել կամ պակասել։ Կտեսնեք։ Դրա համար երբևիցե նման մոտեցումով, նման պատկերացումով, երբ որ տեղեկացված չեք վերցրել ուսումնասիրել, արտահայտություն
մի արեք քաղաքի բյուջեից կամ քաղաքապետարանի ինչ որ մյուս դե լսեք ուրեմն վերցրեք նայեք իմ քաղաքապետի տեղակալ պաշտոնում ես ոչինչ անգիր անեք արեք հետո դուք էլ կիմանաք երեք բառով կասեք ինչպիսին է լինելու քաղաքը 5 տարի անց 3 բառ ինձ թվում է ավելի հարմարավետ այն խնդիրները, որոնք ունեն երևանցիները, այդ խնդիրները մեծ մասամբ լուծված, որը մենք մի քանի ոլորտներում լուրջ բարեփոխումներ ենք իրականացնելու, դա հիմնականում տրանսպորտի ոլորտն է, բնակֆոնդի պահպանման եւ մեր ընթացիկ աշխատանքները, որը այսօր երևանցիների համար առաջնային խնդիրը տրանսպորտ, բնակֆոնդի պահպանում, որի բնակֆոնդի մեջ մտնում են վերելակներ, տանիքներ, նկուղներ։ Պարոն Մարկարյան, քաղաքապետի եւ քաղաքապետի աշխատավարձը դարից է այդպեսի հարցություն տալի են։ Հետաքրքրում է մեզ միևնույնն է, միջև ճանապարհը չասել։ Չէ, միջև չասել։ Ինչ միջոցով եղավ, դրված ավ փոխհարություններ եք տալի, բայց այդ փոխհարություններ, հա, որտեղ են ստեղծված, որ կողմնակի աշխատանք ունեիք, չգիտեմ, ժառանգություն եք։ Եթե ես չեմ հարգելիս, ես միլիոնատեր չեմ նախ։ Եթե ես չեմ սխալվում 25 օր առաջ ձեզ այդ հարցին պատասխանեցի եւ դուք այո, Քարոզ Արշավի ժամանակ պատասխանեցի եւ դուք ձեզ կոռեկտ չպահեցիք։ Պարոն Մարկարյան, ներողություն, դուք հիմա ընդառաջել եք Ֆիրդոսիների, նրանք նշում են, որ փոշմանել են, որ ձեզ են ընտրել Երևանի քաղաքապետ, քանի որ իրենց այսօր այս կապությամբ մեջի գցել։ Ինձ թվում է, ասես կար ժամանակում այդ կարծիքներին այդքան համաձայն չեմ ձեր կարծիքին։ Ով իրենք Ֆիրդոսի առևտրականները նշում են, որ փոշմանել են, որ ձեզ են ընտրել։ Դե իրենցից էլ հարցրեք, ինչ ասեմ։ Դե հիմա չեք կարող փառաչել իրենց մինչև տարեվերջ իրենց ապրանքները իրացնել։ Չլսեցիք այդ հարցին ես պատասխանեցի։ Դե դրա համար որ իրար չխանգարեք դուք մեկը մեկին հարգեք կլսեք։ Մենք դեռ բանակցում ենք, դեռ 1 տարի առաջ տեղեկացրել ենք։ Հիմա էլ ես իմ տեղակալին հանձնարարել եմ բանակցեն եւ մենք հակված չենք մեր առևտրականներին նեղացնելու։ Մենք պետք է իմ ավականի գործընկերների հետ էինք շփվում եւ ամփոփում էինք այսօրվա նիստը։ Իսկ ինչ մնում է ծխելուց հրաժարվելը, մյուս դա մարդու ցանկությունն է։ Դեռ ցանկություն չունեմ, բայց երևի թե մի օր կգա այդ ցանկությունը կունենա։ Որևէ կերպ աջակցելու եք դեռ չի արգելվում։ Երբ որ արգելվի, մենք Հայաստանի Հանրապետության օրենքները հարգում ենք եւ պետք է ենթարկվենք այդ օրենքներին։ Որևէ կերպ չեք աջակցելու։ Հասարակական վայրերում ծխելուն այո, քանի որ քաղաքապետարանը փորձեց քայլեր ձեռնարկել, բաժանել տեղեր հասարակական վայրերում, բայց քանի որ մենք վարչական օրենսդրության որոշ պակաս կար օրենքների, որ վարչական դուժերի ենթարկենք, այսօր ընդհանուր է այդ խնդիրը լուծվում եւ նորմալ ենք անում։